Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր խոսելու ենք ոչ թե կերպարվեստի, այլ թատերարվեստի մասին, որովհետև իմ հյուրերն այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանն է, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը եւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալ։ Ընկերներ, ուզում եմ քննարկենք եւ միասին ամփոփենք 2025 թվականի մարզային թատերական տարին։ Խնդրում եմ, որ փորձենք բարձրաձայնել ինչ եք արել 2025 թվականին, ինչպես եք փորձել մարզերում պահպանել թատերական արվեստը։ Լուսինե, սկսենք ձեզանից։ Շնորհակալություն։ Ասեմ, որ հագեցած թատերական տարի ենք ունեցել։ Հունվարից մասնակցել ենք Ֆաջր փառատոնին, հունվարի 26-ից 31-ը գտնվել ենք Թեհրանում։ Բավականին հետաքրքիր էր փառատոնին մասնակցությունը, ունեցել ենք նոր հետաքրքիր պրոյեկտների առաջարկներ։ Փառատոնին ներկայացել ենք Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումով, որի բեմադրիչը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Մեկ ժամ հիշողությունը բեմադրվել է ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների շրջանակում եւ այս տարի մենք այն կարողացանք ներկայացնել իրանցի հանդիսատեսին։ Ներկայացումը խաղացել ենք 3 անգամ այնտեղ, մեկը ժյուրի եւ 2-ը բնականաբար հանդիսատեսի համար։ Ինձ համար ինչն է հատկանշական, որ բոլորը ընկալեցին ներկայացումը։ Ճիշտ է, լեզվական խոչընդոտը կար, ճիշտ է, անկախ նրանից ենթագրեր կային թե չկային, այնուամենայնիվ ամբողջությամբ հասու չէ, հա, եւ հանդիսատեսը ընկալեց ներկայացումը այնպես, ինչպես դրված էր։ Ի պատիվ մեր ներկայացման նաև ասեմ, որ շատ քիչ բան փոխվեց, ընդամենը ավելացան գլխաշորեր, ինչպես պահանջում էր պարսկական մշակույթի դրսևորումը այդպիսին բեմի վրա։ Տարվա ընթացքում ունեցել ենք պրեմիերաներ, առաջիկայում կունենանք էլի պրեմիերա ամանորյա ներկայացումը։ Բեմադրել ենք Եվգենի Շվարցի սովորական հրաշքը, սա Շվարցի երկրորդ գործն էր մեր թատրոնում, իրար հետևից վիշապը բեմադրվեց եւ բեմադրվեց սովորական հրաշքը։ Բեմադրիչը մեր թատրոնի գլխավոր ռեժիսորն է Սարգիս Մանուկյանը։ Շատ հետաքրքիր մոտեցումով է ինքը մեկնաբանել ներկայացումը, որովհետեւ սա հեքիաթ է եւ իրական պատմություն միաժամանակ, որը երբևէ չի եղել։ Եվ տարվա ամենահաջողված թերևս պրեմիերան Չարենց ներկայացումն էր, որի մասին շատ խոսեցինք, որի մասին բոլորը խոսեցին եւ կարծում եմ այս ներկայացման մասին դեռ երկար են խոսելու եւ հանդիսատեսը հիշելու է այն։ Տեղափոխվենք Գյումրի։ Ինչպես գիտեք, այս տարի Գյումրու դրամատիկական թատրոնը տոնեց իր 160-ամյակը եւ ոչ թե թատերաշրջանից մենք այս տարի սկսեցինք տոնել, այլ տարվա սկզբից, երբ փետրվար ամսին եղանք Միացյալ Նահանգներում հյուրախաղերով, 3 լեփլեցուն դալիճներով մենք հետ վերադարձանք, այնուհետև մեզ հրավիրեցին Ղազախստանի Կոստանայ քաղաքը եւ կրկին միջազգային փառատոն էր, որտեղ նույնպես մրցանակով հետ վերադարձանք, հատուկ մրցանակ տվին Գյումրու դրամատիկական թատրոնին, որտեղ մասնակցում են 11 տարբեր երկրներ եւ դրամական պարգև։ Այնուհետև մենք սեպտեմբեր ամսին արդեն սկսեցինք պատրաստվել թատերաշրջանի բացմանը, որ ազդարեց Գյումրու թատրոնի 160-ամյակի տոնակատարությանը, ճիշտ ասած, մեծ շուկով նշեցինք ամբողջ տոնակատարությունը 160-ամյակը նախարարության աջակցությամբ, ճիշտ ասած, երբ Գյումրու դրամատիկական թատրոնը փորձեց այս անգամ իր ֆորմատից դուրս նշել 160-ամյակը, այսինքն եղավ ներկայացում, որտեղ երգում էին Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները կենտանի նվագակցությամբ։ Ամեն տարի մենք փորձում ենք նորովի ինչ-որ մեր հանդիսատեսին ներկայանալ եւ շատ ընդունվեց, հիմա խաղում ենք, այդ ներկայացումը խաղացանքի մեջ է։ Հիմա պատրաստվում ենք ամանորյա ներկայացմանը, ունեցել ենք 4 առաջնախաղեր, որոնցից մեկը հրավիրված ռեժիսոր էր Մերին Մարկարյան, տարեսկզբին, երբ մենք Միացյալ Նահանգներում էինք, ինքը այստեղ դերասանների հետ փորձ էր անում եւ երբ վերադարձանք, իր առաջնախաղը եղավ կոստյումով տղամարդիկ։ Գյումրու դրամատիկական թատրոնը, գիտեք, ամեն տարի փորձում է ինչ-որ արվեստագետի, հատկապես ռեժիսորների միշտ հրավիրի, որտեղ միշտ իր դռները բաց են ցանկացած տեսակի ստեղծագործողի, լավ ստեղծագործողի համար, կապ չունի տարիքից, վայրից, եւ ամեն տարի այս տարի բախտ վիճակվեց Մերի Մարկարյանի եւ մեզ համատեղ աշխատելու համար,
իմ կարծիքով շատ ստացված լավ ներկայացում է, որը ստիպվեց գյումրեցի հանդիսատեսի կողմից։ Կամո, մայրաքաղաքին ամենամոտը դուք եք եւ ձեր թատրոնը։ Ձեր թատրոնը ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել անցնող տարվա ընթացքում։ Մայրաքաղաքին մոտ լինելը իսկապես եւ լավ է եւ իր դրական եւ բացասական կողմերն ունի, որովհետեւ մեր քաղաքի հանդիսատեսը, այսպես ասած, թատերական կյանքի զարգերակին է ձեռքը եւ բոլոր առաջնախաղերը գրեթե Երևանում իրականացվող մասնակից է լինում եւ մեզ համար դա պարտավորեցնող է եւ փորձում ենք ետ չմնալ մեր որակական չափանիշներով։ Այս տարի մենք կարևոր իրադարձություն որպես այդպիսին մարտ ամսին Մանուշյան ներկայացումներ, որը մենք հայ-ֆրանսիական համատեղ պրոյեկտ իրականացրեցինք բավականին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում եւ նաեւ մեկնարկեցինք Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերը մեր ներկայացմամբ Մանուշյան տասնյակ երկրների դեսպանների եւ պատվիրակությունների ներկայացումը մինչ օրս մեր խաղացանկում է, հաջողված ներկայացում է։ Այդ համագործակցության շրջանակում պատվիրակության կազմում ես նաեւ եղանք Ֆրանսիայում, փորձի փոխանակում իրականացրեցինք։ Մենք շատ կարևորում ենք միջազգային համագործակցությունը, մեր առաջնահերթություններից է նաև հյուրախաղերով հանդես գալ տարբեր երկրներում, վերջին տարիներին հատկապես մենք մոտ 5-6 երկրներում եղել ենք հյուրախաղերով, այս տարի մենք Լիբանանում եղանք, մեր հայկական համայնքի համար, երեխաների համար խաղացինք բարեկենդանը ներկայացումը, որը կրկին շատ լավ անցավ։ Եվ հաջորդ կարևոր իրադարձությունը մեր փառատոնն է, Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը, որը իրականացնում ենք Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ եւ արդեն 3-րդ տարին է, որ փառատոնը տոն է դարձել մեր մարզի հանդիսատեսի համար։ Արդեն սկսել ենք ամանորի ներկայացումները, հրաշագործ էլֆերը եւ բավականին շատ ներկայացումներ ենք արդեն նախատեսել խաղալու, ինչն է այս տարի կարևոր եւ մենք այսպես ասած շեշտը դրել ենք նաեւ լուսաձայնային տեխնիկայի վրա, որը այս տարի մեզ մոտ թարմացվել է նախարարության աջակցությամբ, բավականին ստացված հաջողված ներկայացում է։ Ընկերներ, ձեռքբերումների զուգահեռ կան նաև խնդիրներ, ու այդ խնդիրները հատկապես արդիական են եւ ակնառու մարզային թատրոններում։ Ինչ խնդիրներ ունեք դուք եւ ինչպես եք պատկերացնում ձեր մարզում ձեր թատրոնի խնդիրների լուծման ճանապարհները։ Ճիշտ ասած, գիտեք, խնդիրները այսպես է, ավելի շատ ինքը կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրներ է, որովհետեւ օրինակ Գյումրու թատրոնի հետ կապված, ինչպես նշեց Կամոն, իրենց թատրոնը արդեն ունեն ձայնային եւ լուսային տեխնիկաներ, մեր թատրոնն էլ ուներ այդ խնդիրը եւ փառք Աստծո կրկին նախարարության աջակցությամբ այդ ամեն ինչը ոսոր թե իր տրամաբանական ավարտին է մոտենում, որովհետեւ մրցույթը հաղթողները կան, առաջիկայում Գյումրու թատրոնը եւս կունենա լուսային եւ ձայնային նոր տեխնիկա, այդ շատ մեծ խնդիր էր Գյումրու թատրոնի համար, որովհետեւ մեր տեխնիկան 78-68 թվականի լույսեր էին մինչեւ հիմա, մենք այդ լույսերով ենք օգտագործում եւ գիտեք, այս ժամանակահատվածում արդեն այս երեխաներին այդ լույսերով ինչ որ խապելը շատ ավելի դժվար է դառնում։ Կապիտալ ծախսերի հետ է կապված ընդհանրապես խնդիրները, իմ կարծիքով բոլոր թատրոնների հետ։ Մենք ունենք առաջիկայում լուծելու կաթսայական խնդիրը, որը կրկին էլի նախարարության աջակցությամբ պետք է լինի, որովհետև ամբողջությամբ 5 կաթսայատուն է եւ ցանկացած պահի կարող է ինքը շարքից դուրս գալ, որովհետև նորից 68-67 թվականին սարքել են այդ ժամանակ այդ տեխնիկան է օգտագործվում, բայց առաջիկայում հաջորդ տարի դա նույնպես կկատարվի եւ կփոխենք ամբողջ կաթսայատունը։ Այս տարի Գյումրու թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված ցանհանգույցները ամբողջությամբ վերանորոգվել են եւ շատ լավ է դա։ Ու առաջ գնում ենք, գիտեք, երբ խոսում ենք խնդիրներից, խնդիրները միշտ պետք է լինեն։ Այդ խնդիրներն է ստիպում, որ մարդիկ կարողանան այդ ամեն ինչի դեմ պայքարել եւ իմաստ մտնի իր աշխատանքի մեջ։ Եթե կատարյալ լինի, այդ անհետաքրքիր կլինի արդեն աշխատանքը եւ այս դեպքում տնօրենները անելիք չեն ունեն այդ ամեն ինչ կատարյալ լինի։ Տնօրենի խնդիրը նա է, որ լուծի այդ խնդիրները։ Մեր դեպքում կապիտալ ծախսերով, կառավարության միջոցներով արդեն նախագիծը արվել է, թատրոնի վերակառուցման նախագիծը այս դեպքում արդեն տարիներ շարունակ մենք սպասում էինք մեր շենքի հիմնանորոգմանը։
Բայց տեսեք, վերանորոգում որպես այդպեսին եւ հիմնանորոգում որպես այդպեսին չի արվում։ Կառուցվելու է նոր շենք թատրոնի համար, քաղաքաշինության կոմիտեի դաշտում է արդեն հարցը։ Իրենք են պատվիրել, կառավարության միջոցներով պետք է իրագործվի եւ կարծում եմ եկող տարվանից մենք կմտնենք շինարարական փուլի մեջ։ Թերևս սա է նաև պատճառներից մեկը, որ մենք ոչ լուսաձայնային տեխնիկայի հարցերով ենք զբաղվել մինչ այժմ, բայց բոլոր դեպքերում, եթե շենքը պիտի քանդվի եւ նոր շենք պիտի ունենանք, արդեն այն մնացած բոլոր ներդրումները պիտի դրանից հետո լինեն, որ կարողանան ծառայել նպատակին։ Լավ, եթե երկու թատրոնների պարագայում կան ամեն դեպքում շտկելիքներ լուսաձայնային տեխնիկայի մասով կամ կաթսայատան վերանորոգման հարցով, Արտաշատի թատրոնում խնդիրներ չկան։ Իհարկե կան։ Որովհետև դուք արդեն ունեք լուսաձայնային խնդիր չունենք, այդպես ասենք, բայց իսկապես հնարավոր չէ, Արամը շատ լավ ասեց, հնարավոր չէ առանց խնդիրներ որևէ կառույց, հատկապես թատրոնը, քանի որ կյանքը զարգանում է, մենք 21-րդ դարում ենք եւ իսկապես ճիշտ նկատեց, որ 21-րդ դարում որակյալ ներկայացում ունենալու համար լուսաձայնային տեխնիկա է պետք։ Մենք այս տարի եւս մեկ ծրագիր ենք ներկայացրել նախարարությանը, մեր դահլիճի աթոռները փոխարինելու նորերով, ուղեգորգը պատշաճ ունենալու նաև դահլիճում եւս մեկ ծրագիր ենք ներկայացրել, քանի որ Արարատյան դաշտավայրում շատ շոկ է լինում ամռանը եւ մենք գրեթե հունիս ամսից սկսած մեր աշխատանքները դժվարությամբ ենք իրականացնում, մենք նաև ծրագիր ենք ներկայացրել օդափոխման եւ ջեռուցման նոր համակարգ տեղադրելու կառավարությանն ենք ներկայացրել, հուսանք, որ ամեն տարի մեկ խնդիր լուծելով առաջ ենք շարժվելու, սպասելով նոր խնդիրների։ Մարդկային ռեսուրսի ինչ պակաս ունի մարզային թատրոնը։ Այո, ունենք։ Տեսեք, այդ մի քիչ իրենք էլ մեղավոր չեն, ասեցինք, որ լուսաձայնային նոր տեխնիկա ենք ստացել, գեր ժամանակակից, պետք է սովորել օգտագործել այդ տեխնիկան։ Եվ նաև այլ երկրներում այսպիսի ուրեմն համակարգ կա, որ ինչպես է դերասանը սովորում ինստիտուտում, ավարտում, գնում իր աշխատանքին, այ մեզ մոտ այդ բացը կա, օրինակ լուսավորողի, օրինակ հնչյունային օպերատորի, օրինակ բեմի հետ կապված աշխատողների, բեմադրական մասի վարիչի, կան աշխատանքներ, որոնք նեղ մասնագիտություն են եւ գալիս իրենք թատրոնում են դառնում մասնագետ, իսկ դա ժամանակատար է, դա ծախսատար է, դա ավելորդ ջանքեր է պետք գործադրել։ Այդպիսի խնդիրներ կան մեր թատրոնում, այո, նեղ մասնագետների խնդիրներ կան եւ ցավոք սրտի մեր մարզում չկան այդ մասնագետները, ստիպված հրավիրում ենք Երևանից մասնագետների, պատրաստ դասեր ենք անցկացնում մեր եղած մասնագետների համար, որպեսզի կարողանանք ներկայացումները պատշաճ ցուցադրել։ Մենք այդպիսի խնդիրներ կարծես թե չունենք, բոլոր արտադրամասերում աշխատողները բոլորը կարծես թե իրենց գործի գիտակն են, լավ տիրապետում են եւ լուսային արտադրամասում իհարկե 60-70-ականների տեխնիկայով աշխատելը այդքան էլ հեշտ չէ եւ զարմացնել այսօր դրանով հնարավոր չէ, բայց այնուամենայնիվ մարդիկ տիրապետում են իրենց աշխատանքը։ Դերասանական կազմի համալրումը հրավիրովի արտիստներով են անում եւ բնականաբար ինչպես Արամը նշեց, մենք նույնպես բաց ենք համագործակցության համար, հրավիրում ենք ռեժիսորների, ովքեր գալիս են եւ իրենց հետաքրքիր գաղափարները առաջարկում են թատրոնին եւ մենք էլ բնականաբար փոխադարձ համագործակցությամբ ընտրում ենք հենց այն պրոյեկտը, որը ավելի շատ է բխում մեր թատրոնի շահից։ Հասանք Գյումրու թատրոնին։ Նայեք, գիտեք, Գյումրու թատրոնը Քավլիցի այս պայծառությամբ չունի մասնագետների խնդիրներ, ուղղակի մի հատ խնդիր կա, որ առաջիկայում մենք շատ կունենանք, որովհետև մասնագիտություններ կան, որ տարիքով մարդիկ են աշխատում։ Օրինակ հյուսը, կահույքագործը, եւ դուք գիտեք, որ պետական համակարգում աշխատավարձային քանել չէ, այդ մարդիկ ինտուզիազմով մոտ 40-50 տարի թատրոնում են աշխատում։ Այդ մարդկանց գումարը չվճարես, իրանք պարտադիր առավոտ գալու են թատրոն, կրճատեսել առավոտ գալու են թատրոն գնան։ Բայց նոր երիտասարդ սերունդի մեջ մենք ունենք այդ խնդիրը, ոչ ոք այսօր չի գնա 80 կամ 90 կամ 100,000 դրամով, դուք լավ գիտեք, կահույքագործներն այսօր Հայաստանում մի հատ փոքր սեղան են պատրաստում, ինքը աշխատում այդ մեկ ամսվա աշխատավարձը։ Այդ խնդիրին մենք կբախվենք առաջիկայում, ինձ թվում է բոլոր թատրոնները
Արտաշատը իր տարածքի առումով Երևանին մի քիչ մոտիկ է, այնտեղից Երևանից բերելը մի քիչ ավելի հեշտ է, քան Գյումրին, էլի։ Երևանից ոչ ոք չի գա Գյումրի կամ Գյումրիում չեն աշխատի, Գյումրիից ավելի շատ գնում են։ Իսկ այս պարագայում հնարավորություն չկա ռեժիսորների, դերասաններին ոնց է հրավիրում։ Հրավիրել կահույքագործ, ով որոշակի գումարի դիմաց կպատրաստի դեկորը եւ կվճարվի ու կգնա։ Այո, իհարկե կա։ Սա ավելի հաճախ է արվում։ Շատ կա, բայց ուղղակի այդ մենք հաշվարկ արել ենք, ճիշտն ասած, մենք ունենք աշխատողներ եւ հաշվարկել ենք ինչ կլինի, եթե մենք չունենանք աշխատողներ ու պատվիրենք։ Ինքը պատվիրելը շատ բարդ ու պրոբլեմատիկ է։ Դու այդ ումից որ պատվիրում ես, չես կարող ասել, գիտեք, ինչ կա, վաղ առավոտյան պրեմիերան է եւ դու միջև առավոտ 5-ը պետք է աշխատես, այդ դեկորը վերջացնես, որ առավոտ մենք առաջնախաղ ունենք եւ խաղալու ենք։ Ինքը քեզ որպես կլիենտ են տունելու, հա, եւ սովորականի պես մեծ խնդիրներ կլինի եւ կլինի նաեւ ֆինանսապես բարդ, որովհետեւ նույն բանը 10 անգամ ավելի թանկ կնստի։ Նաև ամեն մարդ չէ, որ կարող է թատրոնի դեկոր պատրաստել։ Մենք լավ պատվիրեցինք, բայց թատրոնը պետք է իր առանձնահատկություններ ունի, չեն կարող։ Թատրոնի դեկորները պետքա օրինակ սեղան է, սեղանի տակով մարդը պետք է անցնի, հետո ինչ որ անց կլինի դեղից ձեռքը հանի եւ այլ բաներ, այսինքն կահույքագործին իմաստելներ էր դա նեղ մասնագետներ են պետք որ կարողանան պատրաստել թե դեկորը, թե մնացած այլ բուտաֆորիաներ եւ այլ եւ այլ։ Մի խոսքով սա այդքան էլ սա դժվար բան է շատ։ Եվ պատվիրելու դեպքում ներողություն, պատվիրելու դեպքում դու նաև կահույքագործին պետք է հստակ մակետավորում տաս, ինչը արդեն խոսում է բեմանկարչության շատ զարգացած լինելու անհրաժեշտության մասին։ Ես ուրախ եմ, որ երեք տել այս պահին դուրս եկաք հարմարավետության զոնայից եւ սկսեցիք միաժամանակ խոսել։ Եվ ուզում եմ նույն ակտիվությամբ փորձենք քննարկել մարզային թատրոններում ռեպերտուարային քաղաքականությունը։ Տեսեք, երեք պարագայում էլ կան հրավիրյալ դերասաններ, ռեժիսորներ, գալիս են, բեմադրում են, խաղում են հանդիսատեսի համար։ Ինչպես եք ընտրում ինչ գործ խաղալ։ Գուցե հարմարվում եք հասարակությանը ձեր մարզկենտրոններում, գուցե այսինքն հանդիսատեսի ճաշակին, գուցե փորձում եք որևէ կերպ բարձրացնել այդ ճաշակը։ Շատ լավ, ես անդրադառնամ այդ թեմային, նայ, քանի որ Գյումրու դրամատիկականը լինելով մարզի միակ պետական թատրոնը, այսինքն կան մասնավոր փոքր թատրոններ, բայց լինելով միակ պետական դրամատիկական թատրոնը, ինքը իր առջև խնդիր ունի մանուկ հասակից երեխաներին դաստիարակել մինչև, այսինքն մեր մոտ հանդիսատեսը սկսում է 0-ից մինչև 100 տարեկանում։ Մենք այդպես չի, Երևանի պես չի, ունի պատանի հանդիսատես, ունի առանձին մանուկների համար կամ մեծերի դրամատիկական, հա։ Նայեք, ռեպերտուարը թատրոնը ինքնին, ինքը հանդիսանում է կրտոջախ։ Թատրոն, եթե դուք հարմարվար հանդիսատեսին, մենք չենք ունենա առաջիկայում էլ թատրոններ, եթե մենք սկսեցինք գնալ հանդիսատեսի հետևից։ Հանդիսատեսը պետք է գա թատրոն կրթվելու։ Այսինքն ինքը կրթական ծրագիր է, ինչպես ենք ընտրում ռեպերտուարը, նախ բաժանում ենք տարբեր մասերի, ում համար ենք խաղում, շատ կարևոր է, խաղում ենք մինչև 10 տարեկան երեխայի համար, խաղում ենք 10-ից 20, թե մեծերի համար, այդ շատ կարևոր է։ Գյումրու դրամատիկականը այսօր դպրոցներում գնում, ուսումնասիրում է, թե տարի այս սանդղակի երեխաները, այսինքն 0-ից 10 կամ 6-ից մինչև 4 դասարան, լավ, 6-ից 4 դասարան երեխաները ինչ են անցնում թեմատիկ, շատ կարևոր է, երբ որ նրանք դպրոցն ու թատրոնը պետք է աշխատեն մարզերում հատկապես, պետք է աշխատեն միշտ իրար հետ, որովհետև ճիշտ է գնում է, լսում է Թումանյան, ինքը, հա, մեկը կարող է չկարտա, բայց ինքը գալիս է թատրոն եւ այդ նույն Թումանյանին տեսնում է բեմում, այդ իր մոտ ավելի կարող է տպավորիչ դառնալ եւ ինքը ավելի թատրոնում ավելի տեսողական տպավորությունը ավելի շատ է, քան գնա կարտա չկարտա, այդ օրը խաղա չխաղա, շատ կարևոր է համագործակցությունը, որ կրթական օջախները միշտ աշխատեն տվյալ մարզայինի համար եմ ասում, հա, մարզի թատրոնի հետ։ Ռեպերտուարային քաղաքականության մեջ, քանի որ դրամատիկական թատրոն ենք եւ էլի մարզում միակ պետական թատրոնն ենք, մենք նույնպես նախադպրոցական հասակից մինչև Արամը ճիշտ նշեց 100 տարեկանների համար ունենք բեմադրություններ։ Հիմա տարիներ շարունակ ես նորից հետահայաց պիտի անդրադարձանեմ, տարիներ շարունակ Վահե
Շահվերդյանը իր էսթետիկայով կրթել է հանդիսատես։ Մեր գործը այս առումով որոշակիորեն հեշտացրել է ինքը, այսինքն գեղագիտական այն ճաշակը, որ ինքը տվել է իր հանդիսատեսին, մենք դրա պատասխանը հիմա կամաց ստանում ենք։ Մեր հիմնական խնդիրներից մեկը այն է, որ այդ գիծը կարողանանք պահել եւ զարգացնել այլ թատրոն, ավելի, չասեմ ավելի լավ թատրոն, բայց ունենալ ճաշակավոր այն ներկայացումները, որ մեր հանդիսատեսը հետո այլտեղ չփնտրի, իր ներկայացումը այլտեղ փնտրելու չգնա։ Բնականաբար պիտի փորձենք պահել այդ դրամատիկական արվեստի դասական ձևը, բայց նաև խնդիր ունենք ժամանակի մեջ ճիշտ տեղակայվելու, որովհետև եթե դու անընդհատ այդ շկալան փորձես պահել, դու կորցնելու ես հանդիսատես։ Այդ դեպքում դու իրեն պետք է կարողանաս առաջարկել ուրիշ պրոդուկտ։ Գուցե կոմեդիա առաջարկես, գուցե այնպիսի բան առաջարկես, որ այս պահին իրեն բերի։ Մենք իհարկե ունենք նաև բավականին հետաքրքիր կոմեդիաներ, որոնք անպայմանորեն իրենց մեջ միայն այդ լիցքաթափվելու process-ը չունեն, հա։ Մենք 3 տարի առաջ տեսեք ենթատեքստեր ունեն իրենք, այնուամենայնիվ ունեն այդ ենթատեքստերը, որովհետև հա այսօր մարդը ուզում է, չէ, գալ թատրոն 1 ժամ, 2 ժամ լիարժեք հանգստանալ, կտրվել ամեն ինչից, բայց դրամատիկական թատրոնի խնդիրը նաև արվեստը ոչ միայն այդ ամեն ինչից կտրելու մեջ է, հա, մարդուն դրա համար այլ բաներ կան, դրա համար ստենդափ անող մարդիկ կան, մեր ընկերներն են, իրենք գալիս են, նաև ասեմ, որ իրենք շատ ավելի բարձր տոմսեր են, բարձր գնով տոմսեր են վաճառում, քան դրամատիկական թատրոններն են կարողանում դա անել, բայց բոլոր դեպքերում, տեսեք, ես ինչու նշեցի, 3 տարի առաջ մենք բեմադրեցինք Երջանկահիշատակ Խալաթյանի գործերից մեկը, Արտավազք Հինգաստղանի պիեսը բեմադրեցինք, սա ոչ տրագի ֆարս է, ոչ ողբերգություն է ըստ էության, ինքը բերում է շատ այսպես կյանքային երևույթներ եւ վերջում գալիս է տալու մի հարց, լավ մենք ինչ ենք անում մեր երկրի հետ։ Այդ հակասությունների մեջ, երբ որ դու հանդիսատեսին սովորեցնում ես մտածել, դու այդտեղ շահում ես։ Շատ բարի, կամո ձեր թատրոնում աշխատանքի բերումով շատ հաճախ եմ լինում եւ տեսել եմ թե ինչ տարիքային սերնդի մարդիկ են գալիս։ Ձեր պարագայում ինչպես է ընտրվում ներկայացումները, ինչպես եք որոշում ինչ բեմադրել, այս գործը կարելի է, այս գործին որևէ մեկը չի գա նայելու։ Տեսեք, իմ գործընկերները նշեցին, որ ռեժիսորներ հրավիրում են, մենք արդեն 5 տարի է, որպես այդպիսին թատրոնում հաստիկային բեմադրող ռեժիսոր չունենք։ 5 տարի է մեր բոլոր բեմադրողները, բոլոր բեմադրիչները հրավիրված են։ Եվ 1-2 տարի առաջ մենք արդեն պլանավորում ենք նախորդ տարին, հաջորդ տարիների խաղացանկը եւ շատ դեպքերում իրենք են բերում այդ լավ առաջարկները, թե ինչ բեմադրել։ Մենք պարբերաբար քննարկումներ ենք անցկացնում, գեղարվեստական խորհրդի նիստեր ենք անցկացնում եւ մեզ համար արդեն հեռանկարային վերցնում ենք թե ինչ ներկայացումներ ենք խաղալու։ Եթե Վանաձորում եւ Գյումրիում կան տեխնիկային թատրոններ, Արտաշատում չկա։ Մենք հիմնել ենք տեխնիկային թատրոն նաեւ, ունենք 80 տեղանոց դահլիճ եւ շատ ճիշտ նկատեցին իմ գործընկերները, թատրոնը պետք է բոլորի համար լինի, բոլոր տարիքային խմբերի համար լինի, բոլոր ուրեմն մարդկանց ճաշակի համար լինի։ 21-րդ դարը դա է պահանջում եւ խաղացանկը պետք է այդպեսին լինի։ Եվ տեխնիկային ներկայացումներ ունենք, եւ ունենք ուրեմն կատակերգություններ, եւ դրամաներ, եւ մենաներկայացումներ, ամեն ինչ պետք է ունենա այսօրվա թատրոնը, որպեսզի հանդիսատեսը չմտածի լավ, որ այդպես է, հատկապես Արամը նշեց, որ մենք միակ պետական թատրոնն ենք այդ մարզում եւ այլ տեղ չունի գնալու մարդը, չէ՞։ Ուրեմն ամեն ինչ պետք է մենք ունենանք, պարտավոր ենք բոլորի համար ունենալ ներկայացումներ եւ այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք եւ դասական հայ հեղինակներ ենք բեմադրում եւ ուրեմն արտասահմանյան հեղինակներ ենք բեմադրում այսպես։ Շատ բարի, Լուսինե, ձեր նախորդ խոսքից ես ֆիքսեցի, որ դուք խոսում եք Վահե Շահվերդյանի մասին։ Ձեր 3 թատրոններում էլ Շահվերդյանի պես եւ Շահվերդյանի սերնդակից մեծություններ աշխատել են եւ կրթել են այն սերունդներին, որոնք այսօր աշխատում են, օրինակ Նիկոլայ Ծառուլյանը, այո, շնորհակալություն։ Եվ կրթել են սերունդներին, ովքեր այսօր իրենց երեխաներին են բերում թատրոն։ Այսօրվա թատրոնը
ինչպես է փորձում կրթել եւ ինչպես է փորձում պատրաստել վաղվա ծնողին։ Գիտեք, բավականին բարդ է ձեր հարցը, որովհետև եթե մենք ունեինք մի վիճակ, երբ մշակութային կրթությունը կարևորվում էր որպես այդպիսին, հիմա երեխայի համար հիմա ամեն ինչ հասանելի է։ Հա, եթե ես միշտ ասում եմ, ես կարիք ունեմ, որ թատրոն գան ընտանիքներով, ես կարիք ունեմ, որ ազգային պատկերասրահ կամ ընդհանրապես արվեստի շենք ընտանիքներով գան, դա շատ կարևոր բան է, որովհետև երբ որ այդ բալանսավորված դասիրակությունն ու կրթությունը խախտվում է, մենք խնդիր ենք ունենում սերնդի մտածողության հետ։ Իմ երեխա ժամանակ ինձ մեր ընտանիքի անդամները ձեռքս բռնած թատրոն են տարել եւ ձեռքս բռնած տարել եմ պատկերասրահ։ Ես իմացել եմ ինչպես է պետք դրսևորվել մշակութային միջավայրում։ Ես վախենամ այսօրվա երեխաներից քչերը ունեն այդ ճիշտ վարվելաձևը, էթիկայի ճիշտ կանոնները, որ իրենք կարողանան ճիշտ ինքնադրսևորվել, եթե ուսուցիչը չի ուղղորդել, եթե ծնողը չի ուղղորդել, ինչպես են իրենք ինքնադրսևորվելու։ Եվ հեռախոսները, դահլիճում հնչող հեռախոսազանգերը, արգելափակող սարքերը դրա ամենալավ լուծումը չեն իմ կարծիքով։ Երբ որ դու պիտի աշխատես մարդու գիտակցության վրա, որ ես գիտեմ իմ հեռախոսը այս դահլիճում չի միանալու, որ ես գիտեմ այս կրթությունը ինձ համար պետք է այսպիսին կարևորվի։ Ես կարծում եմ այդտեղ մենք խնդիր ունենք, գլոբալ առումով խնդիր ունենք եւ անելիք շատ ունենք։ Իդեպ տարեսկզբին մեր թատրոնը առաջարկով հանդես եկավ մարզի դպրոցներին, մենք խնդրեցինք մարզի ղեկավարին պարոն Արամ Ղազարյանին, որպեսզի բոլոր դպրոցները կարողանան այսպիսի պրոյեկտ էինք առաջարկել թատրոն կարելիի եւ չի կարելիի սահմանները, որ երեխաները իրենք ուսումնասիրեն, որ իրենք փորձեն նախագծային աշխատանքներ անել ու հասկանալ ինչ է կարելի մշակութային միջավայրում, ինչից է պետք խուսափել մշակութային միջավայրում։ Մի շարք դպրոցներ անդրադարձել էին, բայց ակտիվությունը այդ մասով նույնպես ըստ իս բավարար չէր։ Մշակութային կրթական տարի է հայտարարված 2025 թվականը եւ առհասարակ, այո, Լուսինեն ճիշտ նշեց, բաժանորդային համակարգ է գործում դպրոցներում բոլոր դպրոցականներ ունեն բաժանորդային տոմսեր։ Կարծում եմ ողջունելի քայլ է, որովհետեւ այս պարագայում չեն տեսնելու մեկի ծնողը կտանի երեխային թատրոն թե չի տանի։ Դա պարտադիր է ամբողջ դասարանի համար եւ դա հենց կրթական ծրագիր է։ Բայց իմ կարծիքով բաժանորդային ծրագրի եւս մեկ շատ կարևոր կոմպոնենտը այն պիտի լինի, որ եթե ինձ տվել են այս բաժանորդային տոմսը, ես դպրոցականն եմ, ես հաճախեցի թատրոն, ես հաճախեցի թանգարան, ես չմտածեմ, որ սա ինձ ձրի են տվել, որովհետև ինքը այդ ձրի գաղափարը հենց նստում է իր մեջ, արդեն մենք խնդիր ունենք նաև այդ մասով։ Երեխային պիտի իմանա, որ այս սրա համար վճարել է պետությունը, իսկ հաջորդ անգամ, երկրորդ անգամ, եթե ես ուզում եմ լավ ներկայացում նայել, մշակութային լավ պրոդուկտ նայել, լավ արտադրանք տեսնել, ես պետք է վճարեմ դա տեսնելու համար։ Երբ որ վերլուծություն էինք անում, մեր մարզի դպրոցականների թիվը 28000 եւ ավելի էր։ Երբ որ փորձում ենք հասկանալ, թե բաժանորդային ծրագրից մեր թատրոնում քանի հոգի է դարձել սպառող, ըստ էության դա այդ 28000 թիվը չէր արտահայտում, բնականաբար չէր կարող արտահայտել։ Մի մասը կարող էին գնալ տիկնիկային թատրոն, մյուս մասը բոհեմ թատրոն, մյուսները բոլորովին այլ տեղեր, նույնիսկ արտաշատ կարող են գալ մեր մարզի դպրոցականները, բայց դպրոցականի գիտակցության մեջ եւս պետք է դա լինի, որ սա իրեն ձրի չէ, սրա համար վճարել է պետությունը։ Լավ ընկերներ, ըստ ձեզ, խնդրում եմ շատ հակիրճ փորձենք լինել, որովհետև եթերաժամանակը ամեն դեպքում սահմանափակ է։ Ըստ ձեզ, մայրաքաղաքային թատրոններն ավելի շահեկան դիրքում են, քան մարզայինները։ Կարծում եմ այո։ Հանդիսատեսի առումով այո, որովհետև տեսեք, թատրոնի զարգացումը, չէ, նաև տնտեսական կոմպոնենտ ունի, նաև գումարի հետ կապված խնդիր ունի։ 1 միլիոնանոց քաղաքի պարագայում եւ վերցնենք 20000-անոց քաղաքի պարագայում, տեսեք, իհարկե շահեկան դիրքում են վաճառելու առումով ներկայացումները, որակի մասին չեմ խոսի, այլ տնտեսական եւ ֆինանսական առումով այո, իրենք շահեկան ավելի լավ պայմաններում են եւ
Գումարած դրան, ինչպես նշեցի, տեսեք, շատ քիչ է լինում, որ Երևանից դուրս գնում են ներկայացում դիտելու։ Մեզ մոտ կա դա։ Մեր թատրոնում լինում է, որ խմբերով գալիս են նաև Երևանից ներկայացումներ դիտելու, ավելի շատ գալիս են այլ մարզերից, քան Երևանից, բայց մարզում ապրող մարդը մտածում է գնա Երևան եւ տեսարժան վայրերը դիտի եւ երեխային տանի թատրոն եւ այլ, այսպես մեկը մյուսի հետ այս պարագայում այո շահեկան են, հատկապես մեր առումով, որ շատ մոտ ենք Երևանին, կրկնվեմ, իմ կարծիքով երևանյան թատրոնները ավելի շահեկան դիրքում են գտնվում։ Դուք ինչ կարծիք ունեք, Լուսինե։ Ես կիսում եմ գործընկերոջ կարծիքը, բայց կուզենամ ավելացնել հետևյալը, եթե մենք ունենանք շատ լավ պրոդուկտ, շատ լավ մշակութային արտադրանք, մենք կարող ենք հանդիսատեսներ գրավել ոչ միայն Երևանից, այլև հանրապետության մյուս բոլոր քաղաքներից, ինչը վերջերս մենք սոցիալական հարթակները մեզ հնարավորություն են տալիս հնարավորությունը չզգալ։ Այո, աշխարհը փոքրացել է նաև այդ իմաստով, եւ կարծում եմ մեր հիմնական գործունեությունը, բոլորիս հիմնական գործունեությունը պետք է միտված լինի մշակութային լավ արտադրանք ստեղծելուն եւ այդ սեգմենտավորված շուկան, օրինակ Դիլիջանի հանդիսատեսին բերել Վանաձորի թատրոն կամ Իջևանի հանդիսատեսին բերել Վանաձորի թատրոն, չեմ խոսում Երևանի մասին։ Փորձեք Երևանից տանել։ Երևանից Չարենցի ժամանակ Երևանից էլ ենք տարել, բայց այսինքն ինչու եմ ասում, իհարկե բացառություններ լինում են, տարել ենք նաեւ Որթին ներկայացման ժամանակ Երևանից էլ ենք բերել հանդիսատես, բայց ըստ էության դա բավարար չէ, ըստ իս ամենակարևորը մշակութային բարձր արտադրանքն է։ Արամ լուրեք։ Ճիշտ ասած ես ավելի շատ համաձայն եմ, որ այո, շահեկան, գիտեք ինչ, Երևանի թատրոնների շահեկան մի քիչ բարդ է ասելը, որովհետև համաձայն եմ Լուսինեի հետ, եթե ունես լավ պրոդուկտ, իրանք գալիս են դրա հետևից, կապ չունի Երևանից լինի, Արտաշատից լինի, Վանաձորից լինի, նայեք, ու նախորդ հարցին նույնպես ձեր անդրադառնամ մի բան կոմերցիոն առումով նայեք մենք 2 տարի առաջ Գյումրու թատրոնը այսպեսի մի հատ հարցի առաջ էր կանգնած պետք է բեմադրենք Լևոն Շատի Ինգացբերդի իշխանուին ինքը մոտ 60 հոգանոց ներկայացում է 60 հոգի բեմին ու ինքը լավ ծախսատար էր այսինքն մենք մտածում էինք կարող է մարդիկ դասականից դե հիմա ավելի շատ թեթև ստենդափ բան այդպես թեթև բաներ են դառնում կոմերցիոն համարվում հա մարդկանց գիտակցության մեջ Ինգասբերդի իշխանուին մեզ ապացուցեց, որ ոչ, դասական լավ գործը, լավ բեմադրված, կարող է լինել շատ ավելի կոմերցիոն, քան հիմա աստղերով կամ ինչ-որ մարդկանցով հայտնի դեմքերով բեմադրված ներկայացումը։ Այսօր Ինգասբերդի իշխանուին մեր մոտ Գյումրիում դահլիճը 615 տեղ է։ Ինքը մոտ 15 անգամ sold out մի տարվա մեջ լսվել է, չհաշված Մայրաքաղաքում, երբ գալիս ենք Սունդուկյանում ենք խաղում։ Այսինքն ու մեր մոտ քանի որ մենք ունենք մեր կայքը Գյումրու թատրոնը, ինքը on-line վաճառքի հնարավորություն է տալիս։ Մենք կարող ենք հետևել մեր հանդիսատեսը on-line գնող հանդիսատեսը որտեղից է։ Այսինքն որ տարածաշրջանից է։ Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնը նաև դառել է տնտեսական միատողակ Գյումրու համար, որովհետև մոտավորապես 600 հանդիսատեսից 150-ից 200 հոգին կապ չունի միայն այս ներկայացման հայտ չէ։ Մենք ամսական մոտավորապես 1000 հանդիսատես ենք ունենում Գյումրու թատրոնում, այլ մարզերից եւ Մայրաքաղաքից։ Ինքը որպես տնտեսական բլոկ է Գյումրիում շատ մեծ ազդեցություն ունի Գյումրու թատրոնը, միայն թատրոն մշակույթ չէ։ Այդ վերջը 1000 հոգին գալիս են, մեկը մնում է վերջը ենթակառուցվածքներից օգտվում են, չէ՞, սրճարան է, տուրիստական, ինքը շատ կարևոր բան։ Դրա համար ասում եմ Դինգասբերդը մեզ ապացուցեց, որ արեք լավ գործ, հավատացեք, կապ չունի աստղեր խաղում են, թե չէ, լավ բանի հետևից գալիս են, հավատացեք։ Շատ բարի, եւ թողարկման ավարտին ուզում եմ, որ ձեր ակնկալիքները փորձեք 2026-ի մասով շարադրել ու եթե ուղերձ ունեք ձեր հանդիսատեսին, համեցեք։ Ես ուզում եմ, որ հանդիսատեսը շատ սիրի թատրոնն է, որովհետև թատրոնում մենք տեսնում ենք ինքներս մեզ։ Ես ուզում եմ, որ 2026-ը բոլորիս համար լինի լուսառատ, խաղաղ, արգասաբեր, մշակութային միջավայրում ստեղծագործող բոլոր մարդկանց տա անսպառ թռիչքի երևակայության հնարավորություններ։ Ուզում եմ, որ մեր թատրոններում աշխատող դերասանները իրենց շատ լավ զգան, երբևիցե այլ տեղերում աշխատանք փնտրելու ցանկությունը չդրսևորեն, որովհետև այդ տարածքում, որտեղ իրենք են աշխատում, լինեն ինքնաբավ։
կարողանան հոգալ իրենց օրվա հարցերը եւ կարծում եմ, որ բոլորս պետք է դրա համար ամեն ինչ անենք եւ ուզում եմ մաղթել, որ իսկապես 2026-ը շատ լավ տարի լինի բոլորիս համար։ Հույսով եմ 2026-ը էլ ավելի լավը կլինի, քան 25-ը, որովհետեւ միշտ պետք է հաջորդ տարին էլ ավելի մեծ սանդղակ դնես քո առջև, որպեսզի կարողանաս հաղթահարել։ Շատ կարևոր է, գիտեք, երբ հանդիսատեսը, վերջի թատրոնի մարդիկ, մշակույթի մարդիկ, ծափերը հերիք է, որպեսզի նրանք ոգևորվեն եւ սկսեն շարունակել աշխատել։ Գյումրու թատրոնը այսօր 24 ժամ աշխատում են, հավատում եք, մենք առավոտ գալիս ենք 8-ին 9-ին աշխատանքի ու մինչեւ 12-ը 1-ը այդ մարդիկ ամեն ինչ թողել ու արժեք են ստեղծում։ Եվ եթե չլինի հանդիսատեսը, ինչի համար ենք ստեղծում։ Այդ ծնողները, այդ ղեկավար կառույցները, դպրոցի տնօրենները, չնայած շատ լավ է Գյումրիում այդ առումով դպրոց թատրոնի աշխատանքը, ծնողները պետք է հասկանան, որ այդ մարդիկ իրենց երեխաների համար 12-14 ժամ աշխատում են, որպեսզի կրթեն իրենց երեխաներին։ Իսկ իմ կարծիքով այսօր թատրոնի տոմսը այդքան էլ թանկ չէ։ Մենք այսպեսի շատ լավ նշանաբան ունենք, ամեն տարի ավելի լավը լինել եւ հուսանք, որ 2026 թվականը ավելի լավ տարի կլինի։ Մաղթում եմ բոլորի ստեղծագործ, առողջ եւ խաղաղ տարի եւ հանդիսատեսին ուղերձս միակն է հաճախեք թատրոն։ Շնորհակալ եմ։ 2025 թվականի թատերական տարին ամփոփեցին Գյումրու, Վանաձորի եւ Արտաշատի պետական դրամատիկական թատրոնների տնօրենների հետ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։